Հերիք է։ Գիտեմ, որ հնարավոր չէ։ Համասարաչափ բաժանված է 4 ամիսների։ Ափսոս, որ եղանակն այնքան էլ բաժանված չէ։ Բայց եղանակը չէ, որ տարվա եղանակներն է ստեղծում։ Այդքան էլ չէ, բայց շատերն ասում են, որ ամառը տարվա այն ժամանակն է, երբ արևը երկնքի կենտրոնում է և եղանակը շոգ է։ Կոլումբիայի արևադարձային անձրևային անտառներում գրեթե ամբողջ տարին ամառ է, որտեղ արևը ամեն օր բարձր երկնքում է, տաք է ամբողջ տարին, տերևները ծառերից երբեք չեն թափվում և երբեք ձյուն չի գալիս։ Գիշերից։ Այստեղ երկրի մեջ մտցրու Ադամի չոփ։ Սա դու ես։ Ես էլ հաջորդ կողմում իմ Ադամի չոփը կմտցնեմ ու դա էլ ես կլինեմ։ Նայիր, դու մութ կողմում ես, գիշերվա ժամին, իսկ ես լուսավոր կողմում, օրվա ժամին։ Բայց երբ երկիրը պտտում է մեզ, ինչը փոխում է մեր դիրքը, դու շարժվում ես դեպի արևի կողմը, իսկ ես շարժվում եմ դեպի մութ կողմը։ Հա, քեզ մոտ մտցնում է, երբ որ դու արևից այս կողմ ես գալիս։ Այո, այստեղ երկրի վրա մենք չենք զգում, որ պտտվում ենք, մեզ թվում է, թե կանգնած ենք տեղում, իսկ արևը պտտվում է մեր շուրջ։ Դա ուղղակի մենք էինք պտտվում։ Գիտես, պապիկ, շատ հետաքրքիր է, բայց… Արի Թեո, արի նրան տանենք դեպի իր անկողինը։ Օգտագործելով իրենց ճարպը կամ ուտում իրենց կուտակած սնունդը։ Բայց այո, վախենան, որ որոշները մահանում են ցրտից և սննդի քիչ պաշարից։ Այս ամենը անտանելի է, ամեն ինչ ձմռան պատճառով է։ Այո, Եվ ես կարող եմ կանգնեցնել։ Միա, բնությունը ունի մի նուրբ ու փխրուն հավասարակշռություն, որտեղ կենդանիների և բույսերի կյանքը կապված է եղանակների և միմյանց հետ։ Եթե ձմեռ չլինի, ապա հավասարակշռությունը կխախտվի, և ով գիտի ինչ կլինի հետո։ Տեսնում ես այս թռչուններին։ Ձմռանը նրանք թռնում են հարավ։ Ինչ են նրանք անելու։ Աղետ կլինի։ Եվ երկիրը։ Օհո, նրանք այնքան մոտիկ են։ Այս ինչ էր։ Աստերոիդի գոտի։ Արեգակնային համակարգում շատ ավելի հետաքրքիր բաներ կան, բացի ձեզ հայտնի մոլորակներից։ Արբանյակներ, գաճաճ մոլորակներ, գիսաստղեր։ Ահա, Նշանակում է, որ մոլորակի ջերմաստիճանը շատ բարձր է լինելու։ Մյուս կողմից, եթե տարինը երկար է, նշանակում է, որ մոլորակը շատ հեռու է, եւ դա ծառ աշխարհ է, ինչպես փոքրիկ Պլուտոն։ շատ լավ, բայց որպեսզի այս մեթոդն աշխատի, անհրաժեշտ է մեկ պայման։ Որը։ Էկզոմոլորակի ուղեծիրը պետք է փորձենք նկարել։ Ես ունեմ տախտակ եւ կավիճ։ Այսպիսով, ձայնի հաճախականությունը փոխվում է, երբ ձայնի աղբյուրը եւ այն ընկալողը շարժվում են միմյանց համեմատ։
Ահա թե ինչու հաշվեք մեքենայի ազդանշանը տարբեր կերպ է հնչում, երբ մոտենում է մեզ եւ հեռանում մեզնից։ Դու լսում ես դա։